Ուրեմն եւ վերջում մի բան էլ, հարգելի հետևորդներ եւ հովանավորներ, դուք ուզում եք, որ ես անպայման ինչ-որ մեկին սատարեմ։ Ես ես ասել եմ, ես չեմ ուզում սատարեմ ինչ-որ որևէ մեկին չեմ ուզում, որովհետեւ ես ինձ դիրքավորում եմ որպես Սփյուռքում ապրող վերլուծաբան։ Ես ուզում եմ ձեզ տալ արդար վերլուծություն, դուք պատկերացում կազմեք, ում հետ գործ ունեք։ Հիմա դուք ուզում եք, ես ընդունում եմ, որ ինչ-որ մեկը արևմտյան դեմք է, արևմտյան քաղաքական ուժ է, որ ես հասկանում եմ, որ դա այդպես չի։ Չեմ կարող ես դա ընդունել։ Ես ես ասել եմ, Հայաստանում չկա արևմտյան, ախր արևմուտքում եմ ես ապրում։ Ես տեսնում եմ ոնց է արևմտյան ուժը, ես տեսնում եմ ինչ գաղափարներ պետք է տարածվի։ Ես հասկանում եմ ինչ պետք է խոսացվի։ Որոշ մարդիկ շատ հետաքրքիր քաղաքական, Ժորժ ջան, դուք գիտեք, ես ինքս եմ եւ ոչ միայն ես, մեր ընկերներիդ մենք փորձել ենք երիտասարդ ավյունով ուժեր գտնել, տարիներ շարունակ աշխատել ենք, դաշինքներ ստեղծել, տարիներ շարունակ։ Ես հետո մի պահ հասկացա, որ դա անհնար է, հասկացա, որ ռեսուրսն է կերե Հայաստանը, sense կոպիտ ասած։ Ես հասկացա իմ համար եզրակացությունից, որ չպետք է մտնեմ դրա մեջ, որովհետև ես այս պահին դեռ շատ շուտ է։ Դրա համար ես հասկացա, մինչև արևմտյան կապիտալը չգա Հայաստան, մինչև ստիպած զորով, ճեղքելով դռները չբացեն, չմտնեն, մինչև բնականon մասնագետներ չգան, իրոք պրոֆեսիոնալներ, եւ երբ որ արդեն այնքան չլինի արևմտյան կապիտալը, որ պահանջարկ լինի արևմտյան ուժի ստեղծում, որ պրոֆեսիոնալները, որոնք աշխատել են այդ ընկերությունների հետ, այդ գաղափարներով միավորվեն եւ կուսակցություն ստեղծեն, Հայաստանում չի լինելու արևմտամետ ուժ, որտեղ Հայաստանում պատկերացում չունեն ինչա լինել արևմտամետ ուժ։ Այնքան պատկերացում չունեն, որ որոշ մարդկանց համար արևմտամետը դա վատ բան է։ Ինչ որ գործակալիքներ կան, եթերից ասում են արևմտամետներին գնդակահարելու եմ։ Ասենք, այն որ լուրջ ես ասում, ասենք, այն որ ռուսամետներին էլ, չգիտեմ, ինչ որ հիմարություններ է դուրս տալի։ Արևմտամետ լինել նշանակում է միտված լինել դեպի տեխնոլոգիաներ, միտված լինել դեպի ժողովրդավարություն, միտված լինել դեպի ազատ խոսք, ազատ տեղաշարժ, ընդհանրապես ազատություն, որակյալ կյանք։ Միտված արևմուտքին, այսինքն դու հայամետ ես, որը միտված է դեպի արև։ Ընդ որում, այսօր ինձ համար ով որ արևմտամետ է, ամենաազգայնականն է, եթե այդպիսի մարդ անհատ կա, ով որ ինքը հոգով արևմտամետ է, իմ համար ազգայնականը այն չի, որ ոչ սրա հետ ենք, ոչ նրա հետ ենք։ Դա ուտոպիստ է իրականում, Ժորժ ջան, կամ գործակալ է, ասել եմ ձեզ։ Ինձ համար այն մարդիկ շատերը ովքեր ասում են ոչ սրա հետ ենք, ոչ նրա հետ ենք, դու այս պահին Ռուսաստանի տակ ես, դրանք քեզ ուզում են պահեն Ռուսաստանի տակ, բայց կան անկեղծ ազգայնականներ, որոնք իրոք մտածում են, որ դա ճիշտ է։ Ազգայնական լինելը նշանակում է լինել արևմուտքի հետ, որովհետև դու տեխնոլոգիա, որովհետև արևմուտքը ապացուցեց, որ կարող է քո անվտանգությունը ապահովի։ Արևմուտքը ապացուցեց, որ ավելի լավ զենքեր ունի, ասենք ավելի լավ տեխնոլոգիաներ ունի, արհեստական ինտելեկտ ունի եւ հազար բան։ Եթե դու ուզում ես ընդհանրապես կենսունակ լինել, դու պետք է լինես արևմտամետ, կենսունակ։ Որտեւ արևմուտքի արժեքները մոտ է, դու ուզում ես ազատ խոսք, ազատ շարժվես, ազատ խոսած, ազատ ճանապարհորդես, դա արևմուտքում է։ Դա կոմունիստական Չինաստանում չի, որտեղ անգամ YouTube-ն է կոնտրոլի ենթարկվում, ինտերնետն է կոնտրոլի ենթարկվում, որտեղ մարդկանց էլի կարան բռնեն, կախեն, գնդակահարեն, սպանեն եւ այսպես շարունակ։ Դա ձեր համար Ռուսաստան չի եւ այսպես։ Դուք, այսինքն ինձ համար ես որ մեկ-մեկ լսում եմ խոսույթը, մարդիկ չեն հասկանում, որ արևմտամետ լինելը դա նշանակում է լինել հայամետ եւ ազգայնական։ Սա շատ կարևոր, դա իմ համար է։ Հիմա ուրեմն երբ որ ես մարդկանց գնահատական եմ տալի, Ժորժ ջան, ամենահետաքրքրականը որն է, որոշները, շատ շուստրիները, ես ես խնդրում եմ, ասում եմ, մի մտեք մի քաղաքականացրեք իմ բանը։ Ես կտալիս եմ գնահատականը, մարդիկ արդեն ում կուզենան կգնան կընտրեն, իրենց գործն է։ Ասել եմ, կան հակառուսական ուժեր, արևմտամետ ես չեմ տեսնում, Ժորժ ջան, ոչ մեկ դրա համար հատուկ անգամ անուններ չեմ տալի շատերին, որ ասենք այնքան բան են բռնել, որ եթե սկսեի հերթով ժամանակին ասեի, անուններով ասեի, կարող է վնասեի։ Բայց քանի որ հասկանում եմ, որ չկա արևմտամետ ուժ, մտածում տարբերությունն էլ դեռ շատ մեծ չի։ Ժորժ ջան, քվեարկեք ում ուզում եք, խնդիր չկա։ Դուք քվեարկեք ում ուզում եք, ում որ դուք իրոք անկեղծ համարում եք, որ իրանց բեքգրաունդը, որ իրանց ընդունում են օրինակ դեսպանատներում։ Տեսել եք, որ այդ մարդը լուրջ կապեր է ստեղծել, հարգված է, ասենք, չգիտեմ, Ամերիկայի դեսպանը կանչել է հանդիպել, օրինակ, գոնե իրան ընկալում են որպես ինչ որ իրա կամ ինքն է տենց փորձ է ճարպիկորեն մտնել, կապեր հաստատել, ինչ որ լուրջ մարդկանց հետ է հանդիպել, բեքգրաունդ ունի, ինչ որ կենսագրություն է ստեղծել, թեկուզ ասենք կարճ ժամանակում կամ եւ այլն, հա։ Այսինքն նորից եմ ասում, ձեզ մոտ ի՞նչն է կրիտերիաները, գնահատեք ով է ավելի ռուսամետ, կներեք, հակառուս, որտեւ արևմտամետ ուժ Հայաստանում չկա։ Եվ մի բանն է ինձ զայրացնում, շատ հետաքրքիր, այսինքն չի զայրացնում, զվարճացնում է։ Ուրեմն ինչ են անում։ Ես նայում եմ ով որտեղ է գնում հարցազրույցի, ում հետ է սեղան նստել, ովքեր են իր կուսակիցները,
բոլորին, մասնավոր չեմ խոսում, ժողովուրդ, ընդհանուր եմ խոսում, ընդհանուր։ Ես նայում եմ ամեն մի նյուանս ու դետալ, թե ում մոտ կարա արևմտամետ ուժը հանգիստ գնա նստի, ասենք ինտերվյու տա, ում մոտ ինչ կաշկանդվածություն է խոսում եւ ինչ ազատությամբ է խոսում, ում մոտ ինչ է խոսում, ում մոտ ինչ չի խոսում։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք ինչ եմ նկատել։ Ոմանք ուրեմն ինչ են անում, ին վրա են հատուկ աշխատում, որպեսզի ասենք ես աջակցեմ իրանց, հատուկ աջակցեմ իրանց, որպեսզի մտածում են դե 1% կամ կարող է 2% ավել ստանան ու տենց իմ օգնությամբ էլ կարողանան անցնել պարլամենտ։ Ինչ են անում։ Ուրեմն սենց ասեմ, երբ որ ես մի բան պրետենզիա եմ ներկայացնում, հաջորդ օրը գնում են մտնում են եթեր այդ խոսում են։ Հետո իմ հետևորդներին զուգարկում են, ասում են՝ «Նայ, դու որ էսի ասում էիր, ինքը ասեց»։ Ժողովուրդ, դուք ուշադիր չեք եղել, ես այդ ամենին հետևում եմ։ Ավելին ասեմ, նեղանում են շատերը, որ անձնական տես խոսում են, այս անձնականները չեն բացում։ Բան ա եղել, ես ասել եմ, 2 օր հետո մտել են խոսացել են այդ նույն բան, ասել են՝ «Տես խոսում են»։ Չէ, ինձ տենց պետք չի գունավոր տարբերակներ։ Ու ինձ այդ պետք չի, ժողովուրդ ջան, այդ մեր ժողովրդին է պետք, մեր հայրենիքին է պետք։ Գնացեք քվեարկեք ում ուզում եք, ես անգամ անուններ չեմ տալի, որ շատ չվնասեմ։ Երբեմն ասենք, երբ որ բան եմ նկատում, ասում եմ շատ ժամանակ անուններով, խորհրդի կարգով եմ ասում։ Շատ լավ է, որ երբեմն խորհուրդներ ընդունում են, բայց ինձ պետք է ես տեսնեմ անկեղծություն։ Ինձ պետք է տեսնեմ, որ եթե միտեղ դու ազգայնական ես, մյուս տեղն էլ ես ազգայնական։ Եթե միտեղ մեկին քննադատում ես, մյուս տեղն էլ ես գնում քննադատում, ոչ թե գնում ես, ասենք, այնտեղ չես քննադատում, որտեղ այդտեղ ձեռ չի տալի։ Միտեղ երբ որ դու Եվրոպամետ ես, բոլոր տեղերն ես Եվրոպամետ։ Միտեղ եթե առաջարկում ես մտնել Եվրոպական միություն, դա ասենք ոչ թե թեթև ասում ես, այլ պետք է գնաս բոլոր տեղերը ու ընդ որում, երբ որ միտեղ կարևոր հարթակում դա չես ասում, ամենակարևոր ամբիոնից ես խուսափում ես այդ պայից, բայց գնում ես բոլոր երրորդական տեղերը ասում ես, որ դու Եվրոպամետ ես, հետո ինձ ուղարկում ես, նայ Արմեն, ստե ասել անդելս, Ժորժ ջան, ում ուզում եք ընտրեք, ես ոչ մեկին ոչ մի բան խորտ չեմ, ես գաղափարներ եմ տարածում, ես ասում, ընտրեք նրան, ով որ ճիշտ մեսիջ է ուղարկում, ինչ որ ասացի 23 թվականին։ Դες ինչ ասեցի։ Ասեցի ես կոնկրետ ուժի չեմ աջակցում, ես աջակցում եմ այն ուժի, որի միջոցով դուք մեսիջ կուղարկեք արևմուտքին, որ մեր վրա ավելի շատ ուշադրություն դարձնեն, որ հարգեն մեր ժողովուրդը։ Եվ այդպես էլ եղավ։ Այսինքն ես իմ նպատակին հասա։ Ես հիմա մենք ինչ եղավ, մենք նպաստեցինք ավելի անվտանգությանը, չէ՞։ Դրանից հետո ինչքան բաներ եղան, այսինքն արևմուտքը տեսավ մեր ժողովուրդը ուզում է տեսնի, հասկանա, գնա դեպի արևմուտք եւ դա մեծապես նպաստեց մեր անվտանգության մեծացմանը։ Հիմա նույն բանը գնացեք արեք, Ժորժ ջան, ինձ եթե ուզում եք ես աջակցեմ, չէ, ես չեմ կարող մի սկզբում, ես շատ բան եմ տեսնում, անձնական շփումներ, ես հասնում եմ այնքան բաներ, բոլորի հետ գրեթե անձնական շփվել եմ ու ասենք ում մասին դուք ինձ հարց եք տալի։ Անձնական շփումից, բնավորության գծերից, միմիկաներից, ժեստիկուլյացիայից, ճիշտ խոսալուց, ցույց խոսալուց ես այնքան բան եմ հաշվի առնում, որ ես չեմ կարող նստել ու այդ ամեն ինչը ձեզ պատմել, Ժորժ ջան։ Չէ, ես եկել եմ եզրակացության, դա իմ կարծիքն է, երբ որ կլինեն այնպիսի գործեր, որ մենք կտեսնենք գործերով արդեն, որ իրոք, հա, եւ այլն։ Նայում եմ կազմը, ում հետ են գնում արևմուտք բերելու, ասենք, եւ շատ բաներ կրիտերիան եմ դառնում։ Հիմա ես ասում, մեր քաղաքական դաշտը աղետալի վիճակում է։ Անկեղծ եմ եղել շուտվանից ձեզ ակնարկել են, որ մինչեւ արևմտյան կապիտալը չգա Հայաստան, արևմտյան մեծ ուժ չի լինելու Հայաստանում։ Շատ մարդիկ կարող է անկեղծ ուզում են արևմտամետ լինել, բայց իրենք չեն հասկանում այդ ինչա։ Այս էլ ձեզ անկեղծ ասեմ։ Շատերը չեն էլ հասկանում այդ ինչա լինել արևմտամետ ուժ։ Ուղղակի չեն հասկանում։ Իսկ եթե չեն հասկանում, դա լավ չի արդեն։ Դրա համար Ժորժ ջան, ձեր խնդիրը որն է, եթե իմ խորհուրդն եք հարցնում, ես չեմ ուզում Այսպես ես պրոպագանդիստ չեմ, ձեզ ասեմ, չեմ ուզում դնեմ ու ասեմ, ես այս բանի ժամանակ աջակցում եմ, ես պրոֆեսիոնալ եմ, ես ուզում եմ, որ դուք տեղեկացված լինեք։ Դուք ինձ ուզում եք համոզեք, որ ես ձեզ համոզեմ, որ մեկս ենք իրար ինչ ենք ուզում համոզենք, Ժորժ ջան։ Մենք ուզում ենք արդար պատկերը տեսնենք, թե ինչ բանում իրար համոզենք, կտասեցինք բախի սենց եղավ։ Չէ։ Ընտրությունը ձերն է։ Ընտրեք, ըստ ձեզ, եթե ուզում եք արևմուտքին մեսիջ ուղարկել, որ դուք ուզում եք արևմուտքի հետ մոտենալ եւ այս իշխանության վրա էլ ճնշումը մեծացնել արևմուտքի կողմից, գնացեք ընտրեք այն ուժը, որը գոնե ամբիոնը կօգտագործի, կապ չունի ճիշտ, ձևական, հասկանալով, չհասկանալով, գոնե ամբիոնը կօգտագործի, գոնե մեկ-մեկ ասենք Ռուսաստանի ֆաշիստական պատերազմը Ուկրաինայից խոսալու, գոնե Հայաստան Եվրամիության կապերից խոսալու, գոնե ազգային ժողովի ամբիոնից մեկ-մեկ թթու խոսք ասի Ռուսաստանի մասին։ Կոպիտ ասած, հա, գոնե։ Գնացեք ընտրեք այդպիսի ուժի։ Ես չեմ պատրաստվում ուրեմն, չգիտեմ, դնելու ինչ որ մի կուսակցությանը վերցնելու ամբողջ քարոզարշավը վերացել։ Ես ձեզ տալիս եմ օբյեկտիվ ինֆորմացիա, տալիս եմ ուզում անկեղծ ու արդար լինեմ ձեր հետ, ուզում եմ որ վերլուծեմ ձեզ համար, երբ որ կնկատեմ, որ ինչ որ մի ուժ իրոք այսպես նենց գործեր անում, այնպիսի ուրեմն կազմ ընտրե, այնպիսի պրոֆեսիոնալներով ու այնպիսի դեմքերով, այնպիսի խոսույթով, կասեմ,
այ էլի վերլուծության կարգով կներկայացնեմ, կասեմ, այս մարդկանց խոսույթը ասենք մի level բարձր է, 3 level բարձր է եւ այլն։ Կամ կաճեն կհասնեն այդ մակարդակի, թող աճեն, տեսնեն, մենք էլ կուրախանանք։ Ում ուզում եք ընտրեք։ Ես, եթե դուք ուզում եք ստիպեք, ես ինչ որ մեկին պաշտպանեմ, ես դա չեմ անելու, ժողովուրդ ջան։ Ես չեմ դնելու, ասեմ, շատ, ասենք, եթե չգիտեմ, դրա կարիքը լինի, գուցե ասեմ ես ինչպես կանեի, բայց նորից եմ ասում, ես չեմ ասելու անել այնպես ինչպես ինձ։ Ես չեմ գնում եք քվեարկեք, գնացեք քվեարկեք, ում ուզում եք քվեարկեք, ժողովուրդ ջան։ Ես տալիս եմ կոնցեպտը, ես տեղեկացված եմ պահում, որովհետեւ դուք ունակ լինեք վերլուծելու։ Եվ ես տալիս եմ օբյեկտիվ պատկերը, ինչու, որ հետո դուք ում էլ ձեն տակ, դուք հասկանաք, որ իրանցի, այսինքն եթե լինի այն, ինչ որ դուք չէիք սպասում, չզարմանաք, դուք իմանաք գոնե, որ դուք գնացել եք մեսիջ եք ուղարկել արևմուտքին, գնացել եք սա արել եք արևմուտքին ցույց տալու համար, որ ուրեմն ուժեղացրեք ճնշումը այս իշխանության վրա, որովհետև մենք ուզում ենք գնալ դեպի արևմուտք, մենք ուզում ենք գնալ ՆԱՏՕ, մենք ուզում ենք դառնալ Եվրամիության անդամ։ Եվ այսպես շարունակ։ Սրա մասին է խոսքը եւ պետք չի ին վրա աշխատել, պետք չի ինչ որ բան կորզել, պետք չի իմասելուց հետո գնալ միտեղ այդ ամեն ինչը ասել, հետո ինձ գրեք, ասեք, տեսեք, ասել են, կամ իմ հետևորդներին մանիպուլյացիա անեք, որ իմ հետևորդներին ինձ ասեն, տեսեք, ասել է, դու ասում ես չի ասել։ Ժողովուրդ ջան, այս մի տարվա մեջ այնքան բան եմ ես տեսել, որ ես ինչ որ պրետենզիա եմ, այն վաղ շատերը չեք էլ հասկանում ինչ որ պրետենզիա եմ հայտնել, եկել այդ պրետենզիայի հետ եկել դրումից մի երկու շաբաթ կամ մի շաբաթ հետո այդ նույն բանը ասվում է, որ հետո ասենք, տեսեք, Արմենը սուտ է ասել, մենք էսի ասել ենք։ Չէ, Ժորժ ջան, ինձ տես գունավոր տարբերակներ պես չի։ Ինձ պետք չի, որ ես ասեմ, հետո դուք ասեք։ Ինձ պետք է, որ ի սկզբանե ես տեսնեմ, որ ի սկզբանե դուք Հայաստանի Եվրամիության գաղափարն էիք առաջ տանում, որ դուք բան էիք անում, այսպես ասած, ձեր հիմնական քարոզը դա էր, ասենք, ու ճանապարհն էիք ցույց տալի եւ այլն։ Դրա համար եմ ասում, ոչ մեկին չեմ ուզում վատ բան ասեմ, ոչ մեկին ամենայն հարգանքով Ժորժ ջան, մի ստիպեք ինձ, ընդ որում եթե դուք անընդհատ ինձ այսպես բան չանեք, ես դեռպես չեմ էլ անդրադառնա։ Մի ստիպեք ինձ, որպեսզի ես ինչ որ մեկին սատարեմ, ես չեմ տեսնում այն ուժը, որին ես իրոք կդուրս գայի ին վերլուծաբանի կերպարից եւ կասեի Ժորժ ջան, չգիտեք ինչ այս մարտիկ իրոք ոնց որ չեմ տեսնում։ Հիմա ավելի լավ է ես մնամ չեզոք ձեզ ասի ինչ կրիտերիայով եք ընտրում, ամենակարևորը, եթե դուք իմ հետևորդն եք, ուրեմն ձեր կրիտերիան պետք է լինի ուղարկել մեսիջ արևմուտքին։ Հիմա ում եք դուք համարում, որ այդ մեսիջ ընտրելով Իրան, ավելի լավ այդ մեսենջը կուղարկեք, խնդրեմ գնացեք ընտրեք Ժորժ ջան։ Լսեք ով ինչ է առաջարկում, ում որ դուք կհամարեք, որ ավելի լավ այդ իրանց միջոցով այդ ուղերձը կհղեք արևմուտքին, գնացեք քվեարկեք։ Մնացածը ինձնից մի սպասեք, որ ես պետք է ասեմ, գիտեք ինչ կա, մենք պետք է գնանք քվեարկենք համար 678-ին։ Չէ Ժորժ ջան, կամ 915-ին, կամ չեմ ասելու տենց բան։ Գնացեք ում ուզում եք քվեարկեք։